Այս ներողություն, այս ներողություն, մի ընդհատեկից, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, մի վարքյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ լիատ։ Շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում։ Իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք։ Ով է ֆինանսավորում։ Բայց ներողություն։ Իմ մայրը խմբագիր չի, խմբագիր մի վարքյան էլի։ Խնդրում եմ հարգեք նրա հիշատակը։ Դե հիմա լսեք, ես էլ ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա անցանք հաջորդ հարցերին։ Հիմա լռեք, հա, մի հատ լռեք։ Ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու, այլ հարց է։ Դուք ասում եք փուչիկ, պարոն Ռուբինյան, բայց Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված Ռուսաստանի փոխվարչապետը նման բաներ ասում էր 1 տարի առաջ, 2 տարի առաջ, ասեք, լավ չի, չէ։ Ասեք։ Հայտարարում է, ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան։ Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր լավ չի զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը։ Շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջան, կարող եք լքել բացարձակ ես չեմ լքել։ Բացարձակ չեմ լքել։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Դուք եք խնդրում եք քաղաքական մի ընդհատեկից խնդրում եմ։ Ինչ ասեցիք, դուք եք խնդրում քաղաքական դաշտից, դուք չեք որոշում, որոշումա ժողովուրդն է։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե այն լրագրողները, ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս, այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք, կոնկրետ դուք, ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք։ Ժողովուրդը շատ լավ մեր լրատվամիջոցը։ Մի խանգարեք ինձ։